Տիկին Մելոյան, ինչպես է ստացվում, որ ականատես դիտորդական առաքելությունը վեր է հանել Հայաքվեի դիտորդական առաքելության իրենց ասած սխալները եւ անաչառությունը իրենց քաղաքական հայացքների պատճառով։ Սա իրավականորեն նորմալ է, թե նորմալ չի։ Այո, դիտորդական առաքելությունը եթե խախտում տեսնում է, այդ թվում սա իմ կարծիքով նոր պրակտիկա է, բայց եթե այդ թվում այլ դիտորդական առաքելության գործունեության հետ կապված ինքը կարող է նախաձեռնել գործընթաց։ Ուղղակի տեսեք, այստեղ նոր ի հայտ եկած հանգամանք չկա։ Ակնհայտորեն անգամ այն հանգամանքը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հավատարմագրել է Հայաքվե նախաձեռնող խմբին, գալիս է պնդելու այն համոզումը, որ ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ նորմալ է, որ այդ կառույցը ու մարդիկ ունեն ընդհանրապես քաղաքական հայացքներ։ Դիտորդի անաչառությունն ու չեզոքության սկզբունքները պետք է պահպանվեն իր դիտորդական գործունեությունն իրականացնելիս։ Իսկ դրանք հստակ տարանջատված գործունեության տեսակներ են եւ եթե օրինակ ականատես դիտորդական արձանագրեր, որ Հայաքվե դիտորդականի դիտորդները իրենց քարոզչական գործունեություն են անում Վաղարշապատի համայնքի ընտրությունների տեղամասային կենտրոններում կամ Վաղարշապատի համայնքի ընտրությունների թեկնածուների վերաբերյալ են տալիս գնահատականներ քաղաքական, ես լիովին կկիսեի այդ մոտեցումը։ Սա մեկ, բայց այս պարագայում, երբ այս մարդիկ որևիցե շատ քաջ գիտակցելով համոզված եմ ու տիրապետելով ընտրական օրենսգրքով սահմանված կարգերը, պահանջները, իրենք որևէ կերպ այդ անաչառության ու չեզոքության սկզբունքները չեն խախտել, իրենք ընդամենը տալիս են իրենց գնահատականը իշխող ուժի քաղաքական գործունեությանը եւ դա արել են այս ողջ ընթացքում, ինչ իրենք ստեղծվել են ու կրկին ընդգծում եմ, այստեղ ականատեսը հարցականի տակ է դնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը, կարծում եմ ակնհայտ է, գոնե առնվազն այդ տեսանկյունից այս մարմինը բավականին փորձառու է, որ կարողանա որոշի, ով կարող է իրականացնել մեր երկրում դիտորդական առաքելություն, ով ոչ։ Ես իրավական տրամաբանության եւ իրավունքի տեսանկյունից ընդհանրապես չեմ կիսում այդ մոտեցումը, որ իսկ ինչ վերաբերում է հավատարմագրման դադարեցման ընդհանրապես մեր ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը արդեն տալիս է հավատարմագրման դադարեցման հիմքերը եւ այս իրավիճակը որևէ կերպ այդ հիմքերի մեջ չի մտնում։ Ասեմ ավելի մի դիտարկում էլ, որ այդ տեսանկյունից մոտենանք, նաև կարող է դիտորդներ հանդիպենք, որոնք իշխանական քարոզչություն են իրականացնում, ըստ էության իրենց քաղաքական կարծիքը հայտնելով։ Իսկ ինչով է պայմանավորված այդ ընտրովի մոտեցումը, ինչու Հայաքվեն եւ ինչու ոչ մյուսները, եթե համընդհանուր իրենք խնդիր են տեսել։ Այս էլ կարելի է, որպես օդից կախված հարցադրում թողնել։